Միայնակ եկեղեցին է մնացել, մի հատ հավատք է մնացել մեզ, որ ազգը, մեր հայ ժողովուրդը, որ պետություն էլ չի ունեցել, բայց եկեղեցին միշտ փրկել է մեր ազգը, մեր հավատքը միշտ փրկել է մեր հայ էությունը, հայ լինելը։ Այսօրվա իրավիճակում դա է կասկածանքի տակ դնում կամ վտանգի տակ դնում, հաշվի առնելով, որ եկեղեցին ինչ-որ բանում խանգարում է։ Եկեղեցին քեզ Արցախ հանձնելուց խանգարել է, դու ես Արցախը հանձնել, եկեղեցին է հանձնել Արցախը։ Դու ես այնքան այն 5000-ը ծավել ժողովրդի երեխոցը գլուխը կերել, եկեղեցին է դա մեղավորը եղել։ Դու ես Արցախում այնքան պատմական դարավոր պատմություն ունեցող այդ եկեղեցիները Թուրքին հանձնել, դա եկեղեցին է քեզ ասել հանձնի, կամ եկեղեցին է բան արել։ Ինչ ես եկեղեցուց կպել, որովհետև եկեղեցին այսօր միայնակ ուժն է, որ դեղից ենք մեկ նորից էլի վերածնվելու, ու նորից վերածնվելով ձեր ամեն մեկին բերելու ենք պատասխանատվության առաջ կանգնեցնեք։